Դասար ժողովրդավար պետության ամրապնդման ուղղությամբ եւ քաղաքական վիճակի ճշգրիտ գնահատական։ Լիլիթ Ցետրակյան, Վարդան Իսմայելյան, Հայլուր, Միացյալ Նահանգներ։ Հայ բլոգերները հավաքվել են Արցախում, առաջին անգամ Ստեփանակերտում եւ Շուշիում բլոգերների երկօրյա համաժողով է անցկացվել, որին մասնակցել է 50 բլոգեր Հայաստանից եւ Արցախից։ Երիտասարդ Արցախը զարգացման գերակա ուղղություն է հռչակել տեղեկատվական տեխնոլոգիաները, գիտակցելով, որ ով տիրապետում է ժամանակակից տեխնոլոգիաներին, նա էլ թելադրում է խաղի կանոնները։ Մերի Դավթյանն է մասնակցել բլոգերների համաժողովին եւ զրուցել Արցախցի ամենակրտսեր բլոգերի հետ։ 13 տարեկան Հայկ Մայլյանը Արցախի ամենափոքր բլոգերն է, 5 տարի է, ինչ հետաքրքրվում է ժամանակակից տեխնոլոգիաներով։ Նրա «Ենք Արցախ» բլոգը 20 տարբեր երկրից շաբաթական 60-70 մարդ է այցելում։ Կգնամ ուրիշ տեղ կամ արտասահման կամ Հայաստան դառնալ ծրագրավորող, հետո կգամ Ղարաբաղ, բացեմ իմ ընկերությունը եւ աշխատեմ։ Նման հեռանկարի հնարավորությունը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը գերակա ուղղություն հռչակած երկրի երիտասարդությանը մղում է վստահ քայլերի, որովհետև ինչպես մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարն է ասում, ժամանակակից տեխնոլոգիաները այն ռեսուրսն է, չսպառվող ռեսուրսը, որին տիրապետողը կարողանում է նաեւ թելադրել իր կամքը մյուսներին։ Երկու օր Ստեփանակերտում եւ Շուշիում ոչ ֆորմալ պայմաններում անցկացված Բարքեմփ 2010 երիտասարդական ինտերակտիվ ոչ կոնֆերանսը նպատակ ունի ընդլայնել հաղորդակցությունը մեդիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների, բլոգերների, սոցիալական ցանցերի միջև։ Կազմակերպիչները նախանշել են միջոցառման առաջնահերթությունը։ Այն մակարդակով տեղեկությունը տրամադրեն, որ մարդիկ իսկապես օբյեկտիվ ինֆորմացիա ստանան, ինչ է կատարում Արցախում։ 30 մասնակից Հայաստանից, 20-ը Արցախից նախ գրանցում են իրենց շնորհանդեսների ու քննարկումների, տրեյնինգների թեմաները։ Ոչ մի կողքից նայողներ, միմյանց փոխանակել պետք է հնարավորինս շատ ինֆորմացիա։ Կարևորում ենք նաև համագործակցությունը Հայաստանի IT, սոցիալական մեդիայի, բլոգերների եւ ընդհանրապես նոր մեդիայի ներկայացուցիչների եւ արցախյան ներկայացուցիչների մեջ համագործակցությունը։ Մենք ամեն տարի Երևանում համալիրում IT տեխնոլոգիաների ամենախոշորագույն ցուցահանդեսներից մեկն ենք կազմակերպում, նաև մի հատ անցկացնենք ստեղ։ Մերի Դավթյան, Մերուժան Մարտիրոսյան, Հայլուր, Արցախ։ Երկխոսություն եւ փոխըմբռնում աշխարհի երիտասարդները համախմբվել են այս կարգախոսի շուրջ։ Այսօր երիտասարդության միջազգային օրն է։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը օրվան նվիրված իր ուղերձում նշել է, որ ինքը եւս ոգեշնչվում է այն երիտասարդների բարի կամքով, տաղանդով եւ իդեալիզմով, որոնք իրականացնում են կարևոր ներդրումներ աղքատության հաղթահարման, հիվանդությունների տարածման եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարում, ինչպես նաեւ հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու գործում։ Օրվա առիթով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր հրապարակել են երիտասարդական տեսաֆիլմերի փառատոնի հաղթողների անունները եւ հանձնել պարգևներ։ Կամավորությունը կարևորող կարճ տեսաֆիլմեր նկարահանել են թե անհատներ եւ թե կազմակերպություններ։ Դրանք տեղադրված էին համացանցում եւ յուրաքանչյուրը կարող էր քվեարկել լավագույնի օգտին։ Աշխարհն այսօր նշում է երիտասարդության միջազգային օրը։ Տոնը նշվում է 2000 թվականից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1999-ին ընդունած բանաձևի հիման վրա։ 2010-ին այս տոնը հատկանշական է, քանի որ նախորդ տարվա որոշմամբ երիտասարդության միջազգային օրվանից մեկնարկում է երիտասարդության միջազգային տարին։ Ամբողջ աշխարհում կանցկացվեն միջոցառումներ երկխոսություն եւ փոխըմբռնում խորագրով։ Օրվա առիթով երիտասարդական նախաձեռնություն կենտրոն կազմակերպությունը Հայաստանի սպորտի եւ երիտասարդության նախարարության երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը համատեղ կազմակերպել էին երիտասարդական ֆիլմերի փառատոն կամավորություն թեմայով։ Конкурс посвящен волонтеризму в видео։ Տեսաֆիլմերի երիտասարդական փառատոնը մեծարում է այն հայ երիտասարդներին, ովքեր ներգրաված են կամավորական շարժման մեջ, ովքեր իրենց ամբողջ ներուժը դնում են իրենց աշխատանքում կամավոր եւ մեծ ոգեշնչմամբ լցվում են գործի։ Տոնի շրջանակում կազմակերպվել էր նաև ցուցահանդես տոնավաճառ, որի ընթացքում Հայաստանի երիտասարդ կամավորների հասարակական կազմակերպությունները ներկայացրին իրենց գործունեությունը լուսաբանող տեղեկատվություն, տեսանյութերի, հրատարակված գրքերի տեսքով։ Նշանակություն չունի, թե կոնկրետ ինչ ոճում է մատուցվում ֆիլմը, կարևորը, որ այն ներկայացվում է հեղինակների տեսանկյունից։ Ամենակարևորը պետք է շնորհակալ լինել բոլոր նրանց, ովքեր ձեռք են մեկնում երկրի զարգացմանը եւ նմանատիպ միջոցառումները պետք է նրանց օգնեն կողմնորոշվել, թե իրենք ինչ պետք է տան երկրին։ Փառատոնին ներկայացված 9 ֆիլմերից կազմակերպություններ անվանակարգում հաղթող ճանաչվեց Ագատ հասարակական կազմակերպության ֆիլմը, իսկ հանդիսատեսի համակրանքն ու ժյուրիի մրցանակը շահեց Արա Մելիքջանյանի տեսաֆիլմը։ Հաղթողներին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը պարգևատրեց ֆոտոխցիկով ու բջջային հեռախոսով։ Հայկ Հովհաննիսյան, Էդգար Դավթյան, Հայլուր։
Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը որոշել է օգնել անտառային հրդեհներից տուժած ռուսաստանյան ընտանիքներին։ Կենտրոնի նախաձեռնությամբ հավաքված հագուստը, անկողնային պարագաները, մոտ 400 արկղ տրամադրվել է Ռոս Սոտրուդնիչեստվո գրասենյակին, հայաստանցիների հավաքած հումանիտար օգնությունը առաքվելու է Ռուսաստան։ Դրանք ուղղվեն Նիժեգորոդի եւ Վորոնեժի շրջաններ, որոնք առավել շատ են տուժել բնական աղետից։ Հրդեհների պատճառով Ռուսաստանում 2000 ընտանիք մնացել է անօթևան, զոհ է դարձել 50-ից ավելի բնակիչ։ Прежде всего, хотелось бы выразить благодарность руководству Республики Армения, которое... Ես խորին շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի ղեկավարությանը մեզ տրամադրած օգնության համար։ Հրդեհները ցույց տվեցին, որ որևէ մեկը, նույնիսկ հզորագույն պետությունը, իր գերժամանակակից տեխնիկայով անզոր կարող է գտնվել բնական աղետների դեմ։ Ինչ վերաբերում է այստեղ հավաքած հումանիտար օգնությանը, այն տրանսպորտային ինքնաթիռով առաջիկայում կտեղափոխվի Ռուսաստանի Դաշնություն։ Գիշերը հարձակման է ենթարկվել Սալոնիկում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքը, թուրքական հյուրերեթի անհայտ անձինք մոլոտովյան կոկտեյլ են նետել հյուպատոսության շենքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, հրդեհը ժամանակին մարվել է եւ վնաս չի պատճառել։ Թուրքական պարբերականը հաղորդում է, որ կատարվածը դատապարտել է Հունաստանի կառավարությունը։ Ամերիկյան Այովա նահանգը հայտնվել է ջրհեղեղի ճիրաններում, ջրի բարձրությունը տեղ-տեղ հասնում է 6 մետրի։ Ջրհեղեղից տուժած Պակիստանում օգնության է սպասում 14 միլիոն մարդ։ Ավստրալիայում պաշտպանվում են ուժեղ քամիներից, Ճապոնիայում պատրաստվում են դիմագրավել փոթորկին, իսկ Չինաստանում սողանքներ են։ Աղետների աշխարհագրությունը Արմինա Պապյանի խճանկարում։ Նոր սողանքներ Չինաստանի հյուսիս-արևմուտքում զոհերի թիվը վերջին տվյալով հասել է 1117-ի, 630 մարդ համարվում է անհետ կորած։ Փրկարարական աշխատանքները, չնայած դրանց խոչընդոտող անձրևներին ու փոթորկին, շարունակվում են։ Այնուհանդերձ կենդանի մարդ հայտնաբերելու հավանականությունն օրեցօր նվազում է։ Օդթերթաբանների կանխատեսումները ևս մտահոգիչ են, անձրևները կշարունակվեն մի քանի օր։ Դրությունը ջրհեղեղներից տուժած Պակիստանում վատթարանում է, տարերքի զոհերի թիվը գերազանցել է 1600-ը, հարյուրավոր մարդիկ անհետ կորել են, անհապաղ օգնության կարիք ունի շուրջ 14 միլիոն մարդ։ Անհրաժեշտ սննդամթերք ու դեղորայք նրանց հասցնում են օդից, մարդասիրական օգնությունը սակայն չի բավարարում։ ՄԱԿ-ը միջազգային հանրությանը դիմել է 460 միլիոն դոլար օգնություն տրամադրելու կոչով։ Մեկ մարդ է զոհվել ամերիկյան Այովա նահանգում տեղ ունեցած ջրհեղեղի հետևանքով։ Նոր զոհերից խուսափելու համար աղետի գոտուց տարհանվել են հազարավոր մարդիկ։ Միայն Էյմս քաղաքից հեռացել է 550 հազար բնակիչ։ Քաղաքի փողոցները գրեթե 1.5 մետր բարձրությամբ ջրի տակ են։ Իսկ հարևան Կոլֆաքսում ռեկորդային ցուցանիշ է, ջրի մակարդակը բարձրացել է 6 մետրով։ Օդթերթաբանները կանխատեսում են, որ անձրևներն այդ շրջանում կշարունակվեն ևս մեկ օր։ Եղանակն անակնկալ է մատուցել նաև ավստրալացիներին։ Ուժեղ քամին ու չդադարող անձրևներն իրարանցում են առաջացրել երկրի արևելքում։ Մեկ մարդ զոհվել է, կան շուրջ 1 տասնյակ վիրավորներ։ Մելբուրնի արվարձանները հոսանքազրկված են, տասնյակ տների տանիքներ խարխլվել են արմատախիլ եղած ծառերի պատճառով։ Ուժեղ քամու ու անձրևների դեմ են պայքարում նաև Ճապոնիայում։ Բնակչությունն այստեղ նախապատրաստվում է Դիանմու փոթորկի հարվածին։ Առաջին թիրախը հավանաբար կլինի Տոկկայի շրջանը Ճապոնիայի խաղաղօվկիանոսյան ափին։ Վտանգ կա, որ անձրևները կդառնան սողանքների առաջացման պատճառ։ Բնակչությանը նախազգուշացրել է նաև բարձր ալեկոծության ու վարար գետերի մասին։ Իսկ հա Պորտուգալիայում մարդիկ պայքարում են հրդեհների դեմ։ Գրանցվել է 28 խոշոր օջախ, հիմնականում երկրի կենտրոնական ու հյուսիսային շրջաններում։ Այրվում է նաև մայրաքաղաք Լիսաբոնից 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող անտառը։ Հունիսի վերջին սկսված հրդեհները ոչնչացրել են 18000 հեկտար անտառ։ Հրշեջների աշխատանքին խոչընդոտում է ուժեղ քամին։ Արմինա Պապյան, Հայլուր։ Իսպանիայի Կոստա Բլանկա շրջանում միանգամից մի քանի լողափ է փակվել, պատճառը թունավոր մեդուզաներն են։ Ափամերձ տարածքների հսկիչները ամեն օր միջերկրականի մակերևույթից հազարավոր մեդուզաներ են հավաքում։ Ենթադրվում է, որ անկոչ հյուրերը այստեղ են թափանցել օվկիանոսից արտասովոր տաք եղանակի պատճառով։ Մարդու մաշկի հետ շփվելիս թունավոր փափկամարմինները այրվածքներ եւ սուր ալերգիկ ռեակցիաներ են առաջացնում, որոնք կարող են նաեւ մահացու լինել։ Միայն մեկ շաբաթվա ընթացքում բժշկի է դիմել մի քանի 100 հանգստացող։ Հատկանշական է, որ 2008 թվականին իսպանացիները առնչվել են այս խնդրին, այն ժամանակ մեդուզաներից տուժել էր շուրջ 4000 մարդ։ Երաժշտական աննախադեպ տոնախմբություն Երևանում աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը այսօր սպասված բացառիկ մենահամերգ է ունենում հայ հանդիսատեսի առաջ։ Ռոք, ջազ եւ սիմֆոնիկ երաժշտություն այս խառնուրդին Սերժ Թանկյանը տվել է ոչ կատարյալ ներդաշնակություն անունը։ Մինչև համերգը, որի գործընկերն է Viva CLMTS-ը, երաժիշտը ասուլիս է ունեցել լրագրողների հետ։ Նունե Ալեքսանյանն է ներկայ եղել ասուլիսին։
Երեկ երեկոյան Կոպենհագենից Երևան ժամանած Սերժ Թանկյանը Երևանյան առաջին եւ միակ մենահամերգով շարունակում է եվրոպական Imperfect Harmonies համերգաշարը, որին բացառիկ նշանակություն է տալիս։ Ոչ կատարյալ ներդաշնակություն անունը տալով իր այս նախագծին